Հոր և Որդու և Հոգու Սրբու ամեն։ Կանադայի թյունը ժուշկալ չէ, միայն գուկա։ Եվ մենք հալ գսպասենք կարունը ժուշկալ չլա և կա։ Ինչ աղոր է, այս օթին մարդ ինչ կուզե, նավակ մարնել, կրուզ գսեն, չէ։ Ասան երթալ, քիչմը, ծովի ապը բդդիլ, քիչմը հոս, քիչմը Ջամայկա, քիչմը ֆեմիլերուր երթան ունետելիշ։ Բայց մենք հալ աս բդույդը վերջ կգտնե, որովհետև եկեղեցին որպես նավակ մեզի դարա բդծուց մեծ պահքի շաբաթներով և հիմա գսե, որ տիրոջը պիտի դիմավորենք։ Ամեն տարի եկեղեցին աս բդույդը առիթ կուտա մարդոց, ասելու, որ այդ կիրագիները, որ կանցնեք, նորեն Աստված առիթ տված է ցեզի, որ ծեր կյանքը չափավորության և հեռանկարով պահեք, այսինքն, երբ որ գնայինք ամբողջ կիրագիները, ինչով կվերջանա, տիրոջ կալուստով, կալստյան կիրագիով, որտև ինչպես ասինք, մեր մարդու կյանքի պատմությունն է։ Արեգենթանի մեջ ծնավ մարդը, ապահովության մեջ, արդակսման կիրագին չուզեց որ ապահովության մեջ մնալ, դուրս ելավ, անարագի կիրագի մեջ, քիչմը մեծավ, հորը հետ սկսավ չհասկնալ, դունեն գնաց, բայց զղջաց ետ եկավ, տնտեսի կիրագի մեջ ետ եկավ և ասավ, որ այս ունեցվածքը պետք է շիդակ ծախսեմ, որովհետև կվերջանա գոր, ինչպես մեկ երբ որ քիչմը գմեծնա կհասկնա, որ իր կարողությունները անսահման չեն, գործի ցևը պիտի փոխեն։ Եվ թադավորի կիրագի մեջ տեսանք, որ որևէ գործ չի հաջողի, եթե Աստծո օրհնությունը չլա։ Եվ մենք միշտ պետք է սկոնը լանք, որպեսզի չլա, որ Աստծուց մեջ վախնանք և մարդոց մեջ չամճնանք։ Եվ աս ամեն ինչը մեզի կպատրաստե դիրոջ մեծ կալուստին, որը պիտի կա արդարներուն հավիտենական կյանք, մեղավորներուն հավիտենական տանջանք շնորհելով։ Ավելի գեղեցիկ ամփոփում չէր կրնալալ, քան ժուշկալության, չափավորության այս խոսքը։ Եթե միայն մտածենք մարդս ժուշկալության շնորհիվ որ չափ սխալները հեռու կմնա, եթե ով որ գործածել է այս չափավորություն հասկացողությունը և կյանքի վրա ասկած է, թե իր հոգեգան, իր մարմնական, իր ընտանեկան առողջությունը որ չափ լավացել է, միայն ինքը գիտե։ Եվ պահքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ժուշկալություն մեր ամբողջ հսկայարաններում, չէ։ Մենք ամենեն սկիզբը ասինք, որ մեր կռիվը հավգիտ և հավ ուտելու հետ չէ, հավն ալ Աստված ստեղծել է, հավգիտն ալ Աստված ստեղծել է, բայց մեր ամբողջ հսկայարանները զսպելու և ժուշկալության մեջ պահելու Աստուծո երկյուղով, որովհետև Աստված մեր մեջը արքայություն մտրել է, որ շատ ադեն, երբ որ մենք դուրսնենք, չենք անդրադառնալ։ Ժուշկալությունը պետք է, որպեսզի մենք կարենանք մտնել այդ ներքին արքայությունը։ Եվ միայն նայեցեք, ժուշկալության պատճառով ինչպես մարդը կփրկվի, նորեն կիրագիներուն անդրադառնանք։ Եթե Ադամ և Եվա ժուշկալը լային Աստուծո առատության մեջ, Աստծո հետ խոսելը նախընտրեին սատանայի հետ խոսել են, ինչ կլար, դրախտեն դուրս չէին վռնդվեր, չէ։ Եթե անառակ որդին հոր ունեցվածքով բավարարվեր, օրհնությունը զգար և հեռացայինը մարեր, չէ, և հոր այդ ամեն ունեցվածքի մեջ աչքը դուրս չլար, տեսողության, ժուշկալության մասին կխոսի, չէ, այդ միտքը չէր մտնար, որ տիրոջ տունեն հեռու երթար։ Եթե տնտեսը ժուշկալություն ունենար և իրեն հասցեին անպաստանություն չլար, որտև տիրոջ ունեցվածքը շխալ գործածել էր, չէ, ադհան համար անպաստանություն կար և վերջը սկսավ գործածել իր կաբերը, որպես երբ որ դուրս անեն իրեն գործեն, ընդունին դեղմը,
տնտեսի ժուշկալությունը իրեն կփնտրեր։ Եվ եթե թադավորը ժուշկալը լար, քանի որ անիրավ թադավոր էր, գաշարք կառներ, արդարություն փնտրեր եւ ոչ թե դրամ, ինքնալ տիրոջ կողմը կքովափանվեր եւ արժանի գլար մեծ պատիվի։ Adonamar ժուշկալությունը մեզի ասկեղեցիկ հանգրվաններով գտանի եւ տիրոջ արչեւ կենալ կսորվեցնի։ Եվ իրականի մեջ, երբ որ մենք կմտածենք տիրոջ կալուստի մասին, ինչ է մեղքը, որ մեզի կբաժնե այդ իրականութենեն։ Այս կյանքը ժուշկալությամբ չաբրիլն է, այսինքն մտածելը, որ միայն ասը ինչ որ կտեսնեմ, ասկի հետո իրականություն չի կա։ Մտածելը, որ ամեն ինչ տրված է ինձի սպառումի համար, բայց երբ որ դերը կա, պիտի սե, որ քեզի այդ կարողությունները տված էի ինձի ծառայեցուցիչ, չէ՞, ժուշկալությունը գսե, որ մեր ամբողջ հոգևոր եւ մտավոր կարողությունները պետք է Տիրոջ փառքի համար ծառայեցնենք։ Ինչպես երբ որ մեղայի մեջ գսենք ձեռքերովը զրկելը, քաշ քշելը նույնն է, ինչ որ սպանելը եւ ակահությունը, չէ՞։ Մենք գսենք մեկումը չենք սպանել, բայց Սուրբ Պարսեղ մեծը գսե, երբ որ դու ակա ես, ուրիշեն կքողնաս։ Երբ որ դու առատության մեջ ես եւ աղքատ կա քովդ, կամ գիտես աղքատության մասին, դու քող ես, որտեղ Տիրոջ ունեցվածքը, որ քեզի տված է ժուշկալությամբ գործածելու եւ ուրիշին տանելու, դու ադիկա չես ուներ։ Ասին ինչ կապ ունի մեր կյանքերու հետ։ Շփախտաբար այսօր շատ ընտանիքներ կքարտվին։ Ավստրալիա չէ, հա, լավալի մեջ է խոսքս։ Եվ շատ ադեն ինչն է պատճառը, անժուշկալ աշխատանքը, աշխատանքի մեջ չափ եւ սահման չունենալը։ Հիմա հոս Կանադա է, չէ, գսեն ամեն մարդ ազատ է, եւ որչափ կուզես աշխատիր, մեկը չի քեզ յարկել, կառավարությունը ուրախ կլա, որտեղ դու իրեն ինչ կուտաս, թաքս կուտաս, բարի եկար, թաքսը դուր որչափ կուզես աշխատիր, մեկը չի սեր գհոգնիս, քեզի կորձի դեր գսեն ինշուրանս կուտաս, եթե առողջ եւ ինշուրանս ինչ պետք է լինի։ Բայց աշխատանքը, որը գտվի, որ լավ բան է, որտեղ Աստված մարդուն ստեղծեց եւ սա մշակե երկիրը, մարդուն գջզմե եւ իր հոգևոր կարողությունը դուրս կհանի, երբ որ չափեն ավելի է, որովհետեւ անգամ Աստված օրը ունեցավ հանգիստի, չէ՞։ Շաբաթ պետք է ունենանք, քրիստոնյա համար գիրագին է, այսինքն ամբողջ կարողություններդ, որ կկարծես, կստեղծես քո տնտեսական գիտելիքներով, դրամ աշխատցնելով, գեղեցիկ կարողություններով, օրը պետք է ամբողջությամբ կդրվիս եւ Տիրոջ առջեւ գաս, որտեղ ինչ կսե ելից գրքի մեջ, ասպիդինես, որտեղ գիտնաս ես եմ դերը։ Կյանքի դերը ես եմ, ունեցվածքի դերը ես եմ, գողագիցիկ դերը ես եմ, զավակներու դերը ես եմ։ Որովհետև երբ որ մարդս անժուշկալորեն, այսինքն առանց չափի գնվիրվի գործին եւ այսօր գիտեք մարդը չէր թա գործի դեր եւ գուկա իր դունը գունենա, իր կյանքը գունենա մեր երկրներու պես։ Ոչ, քանի ածև գործիկը կրբանը դե, անգողինիտ մեջ գործ է, լվացարանի մեջ գործ է, վերը նստա մարդուս ուղեղը չի անչատվիր այդ իրականութենին։ Եվ հոն է որ մարդս աշխատանքի մոլության մեջ կգտնվի, այսինքն կսե որ որգրամոլություն, բայց նյութի, շատ ադեն մարդիկ չեն գիտակցել, այդոր համար Աստված կսե որ որպեսի ժուշկալությամբ խոնարհություն ընդունիս, կիրագին Աստծուն բիտտաս, եւ ասիկա պայքար է, որտեղ մեկում ասե քեզի $20 գործ կուտան ժամանակ, քան երթաս եկեղեցի գիրագի ընտանիքի գերտակ աշխատի շատ, չէ՞։ Որտեղ կարծեն նյութի մեջ է ապահովությունը, բայց Աստծո խոսքը եւ առաքինությունը ճիշտ ատկս է, որ իմ կյանքիս ապահովությունը նյութի հարստության մեջ չէ։ Գիշեք անմիտ հարուստը, չէ՞, որ շինեց, գործերը հաջող են եւ այլն, փոխանակսելու որուն գրնամ օգնել, սա շտեմարաններս պիտի մեծնեմ, Costco-ի պես warehouse շինեմ, եւ հոն տնեմ եւ ինքս ինքիս ասեմ, քանի որ հարուստ էր ինքս ինքի հետ գխոսեր, չէ՞։
հարուստ մարդիկ գրային ասանք հայերի մեջ կսեն ասին լավն եմ ես մորնալով որ մահացու են չէ բայց Տերը սավ անմիտ այս գիշեր օքիդ պիտի առնեմ ժուժկալ եղիր չափավոր եղիր եւ բաժին անե ուրիշներու որպեսզի քեզի ընդունի երկնային հարգելու մեջ ուրեմն թող Աստված մեր սրտերը ժուժկալությամբ պահքով խոնարհությամբ պատրաստե գալիք շաբաթին եւ ծաղկազարդ պիտի թիմավորենք ու գիտնալով որ Տերը ժուժկալությամբ եկավ հոր կամքը կատարելու եկավ վերջին անգամ ժողովրդին հայտնելու որ ես եմ Աստծո զոհը որ ցեզի համար կմատուցվին եկավ աշակերտներուն կադարյալ խոնարհությունը ցույց տալու ասելով որ ես ցեզի վարդապետ կսեք ինձի բայց ես ձեր ոտքերը լվացի նույնը դուք պիտի նեք այսինքն պիտի ծառայեք իրարու սիրո կերակույն օրինակը եւ եկավ ժուժկալությամբ խաչը բարձրանալու մեզի համար եւ հոր կամքով հնազանդելու քերեզման կմտնե որը երրորդ օրը հարություն կառնե եւ մենք ալ փառք կտանք Աստծուն որ մեզի ժուժկալությամբ իմիք մնե մեր մարմիններու մեջ իր հարության օրհնությունը կվայելենք թող Աստված օրհնե ցեզի Հաղություն դա հսկում ունենք անշուշտ ուրբաթ օրը, շաբաթ օրը իր գունը ունենք նախադոնակ ծաղկազարդի, կիրագի օրը ունենք 9:30 ժամերգություն հոս, 12:30 քովի եկեղեցին սուրբ պատարագ եւ մանուկներու թափոր եւ կիրագի իր գուննալ ժամը 6-ին տրմփացեք ունենք, որը նորեն դիրոջ կալստիա խորհրդի հետ կապված է եւ մնացած օրեր ամեն օր արդու 10-ին, իր գունը 7-ին ժամերգություն ունենք կհայտարանենք Որովորտնյալ եք հավիդյանս հավիդինից ամեն, միասին